Ռուսաստանը ամեն գնով ուզում է կյանքի կոչել Սևծովյան նախաձեռնությունը, շարունակել Սևծովով անխոչնդոտ արտահանել պարարտանյութեր եւ հացահատիկ դեպի համաշխարհային շուկա, այդ թվում Եվրոպա, ինչպես մարտի 24-ին պայմանավորվել էին ռուս-ամերիկյան տեխնիկական խմբերը։ Մոսկվան հույսը կապում է Թրամփի թիմի հետ, որ կստիպի Ուկրաինային ապահովել ռուսական նավերի անվտանգությունը։ Կրեմլը հիշեցրել է Սևծովյան առաջին նախաձեռնությունը, որը կարճ կյանք ունեցավ, ինչպես Մոսկվան է պնդում, ոչ իր մեղքով։ Իրականում սրանք նույն պայմաններն են, որոնք ներառված էին Սևծովյան նախաձեռնության մեջ, որը որոշակի ժամանակ աշխատեց։ Բոլոր պայմանները կատարվել են, բացի այն պայմաններից, որոնք վերաբերում էին ռուսական նավերի անվտանգությանը։ Այնպես որ, իհարկե, այս անգամ արդարությունը պետք է հաղթի։ Պեսկովը նկատի ունի, որ միայն ռուսական կողմն էր պահում հացահատկի տեղափոխման պայմանավորվածությունը, որը ձեռք էր բերվել Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Թուրքիայի միջև 2022-ի կեսերին։ Սակայն Կիևը միտումնավոր թիրախավորում էր ռուսական նավերը։ Դրա համար Ռուսաստանը 2023-ի ամռանը դուրս եկավ գործարքից։ Էր-Ռիադում 12-ժամյա բանակցությունների ժամանակ պայման է դրել Մոսկվան Միացյալ Նահանգների դիմաց։ Սևծովյան գործարքը նորից կյանքի կկոչվի, երբ Ռուսաստանն ազատվի որոշ պատժամիջոցներից։ Օրինակ չեղարկվեն ռուս Սելխոզբանկի եւ այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցները, ու երբ Ռուսաստանը նորից միանա SWIFT համաշխարհային ֆինանսական ցանցին։ Մոսկվա-Վաշինգտոն մյուս պայմանավորվածությունը ռուս-ուկրաինական էներգահամակարգերին հարվածների մորատորիումի մասին է։ Այդ համակարգերն են նավթավերամշակման ձեռնարկությունները, նավթագազատարները ու պահեստները, էլեկտրաէներգիա արտադրող եւ փոխանցող ենթակառուցվածքները, ատոմակայանները եւ հիդրոէլեկտրակայանների ամբարտակները։ Ուկրաինայի նախագահը անմիջապես ամերիկյան կողմին է ուղարկել իրենց կարևոր ռազմավարական ենթակառուցվածքների ցանկը, որոնք Ռուսաստանը ըստ Զելենսկիի չպետք է թիրախավորի։ Մենք առանձին ամերիկյան կողմին ենք փոխանցել օբյեկտները։ Ես ասել եմ, որ առանձին նամակով կուղարկեմ այն կառույցների ցանկը, որոնք մենք համարում ենք ռազմավարական ենթակառուցվածքներ։ Ինչ վերաբերում է քաղաքացիական ենթակառուցվածքներին, ապա պայմանավորվածության համաձայն դրանք հայտարարությունում չեն ընդգրկվի։ Եթե էներգետիկ ոլորտին հարված չհասցվի, դա արդեն շատ լավ է։ Մեզ համար կարևոր է նաև վերահսկողությունը ու մոնիտորինգը։ Ամերիկյան կողմի հետ պայմանավորվել ենք, որ կարող ենք ներգրավել երրորդ կողմերի, բացի Ամերիկայից։ Վատ չէր լինի, օրինակ, Եվրոպայից կամ Թուրքիայից մեկը։ Ըստ ռուս-ամերիկյան պայմանավորվածության էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածները դադարեցվելու են 30 օրով, սկսած մարտի 18-ից։ Պայմանների խախտման դեպքում հակառակ կողմը իրավունք ունի իրեն ազատ համարել պարտավորություններից։ Պայմանավորվածությունը կարող է երկարաձգվել փոխադարձ համաձայնությամբ։ Միացյալ Նահանգների հետ այս գործարքից մեկ օր անց Ռուսաստանը հայտարարում է, թե Ուկրաինայի զինուժը շարունակում է զանգվածային հարվածներ հասցնել իրենց էներգետիկ ենթակառուցվածքներին։ Գիշերը Ղրիմի ափերի մոտ 2 ուկրաինական գրոհային անօդաչուներ են խոցվել։ Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են նաև Բրյանսկի եւ Կուրսկի շրջանների էներգետիկ օբյեկտները։ Ուկրաինան էլ հայտնում է, որ գիշերը իր ենթակառուցվածքներն է կրակի տակ պահել ռուսական բանակը։ Ավելի քան 100 ԱԹՍ է գրոհել Սումի ուղղությամբ, բոցավառվել է ամբողջ շրջանը։ Հրադադարի շուրջ բանակցություններից հետո նման լայնածավալ հարվածները ըստ Կիևի նշանակում են, որ Մոսկվան պատրաստ չէ իրական խաղաղության, եւ դա ցույց է տալիս աշխարհին։ Հասմիկ Սերոբյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։